Բարև ձեզ։ Ոսկորության ապացիոն սայթ։ Հները քիչ եք անում։ Ցանոթ եմ բանը փոքր։ Նկարներ է։ Ինչ խնդիր կա։ Չէ, ուղղակի ուզում ենք ճշտենք, չկա նորմալ ամեն ինչ։ Փոքր։ Ուղղակի նկարել դիշքան են հավաքվելու մոտավորապես քանի։ Քիչ պետք է լինի, միջև 100 հոգի։ Ինչպես օրենքում նախատեսված է։ Ծաղրանկարների ցուցահանդես են կանում եւ օրենքի դրույթները չեն խախտում։ Եղավ։ Բազալ եմ շնորհակալ։ Hello. The live cartoon exhibition. Yes, yes. Hello. Hello. So, okay. It starts at 6. What? Ինչ է կարծում, ծաղրանկարներ ինչ որ բան փոխում են մարդկանց մեջ։ Այո, թեթև փոխում են, որտեվ սենց երբեմն իրականությունը այդքան դաժան է, որ սենց ծիծաղով մի քիչ փորձում է սենց հոգեբանորեն հասկանաս այս ամեն ինչը։ Ու մի նկարը 1001 բան է ցույց տալիս։ Կամ թե ասենք էջերով խոսես կամ քրես դրա մասին, շատ լավ է։ Տարբեր ձևերով։ Այս մայթից համար կարան։
Medialab.am Այո, ինչ խնդիր կա։ Հա, չէ թե հարցեր կա։ Կազմակերպիչներ։ Այո, Դերասան Մարիաննա Գրիգորյան։ Կայքը ստեղծվել է 2009 թվականին։ 2009 թվականից սկսված էլ մենք ծաղրանկարների բաժին ունեցել ենք, բայց այդքան էլ ակտիվ չի եղել։ Տեսնելով այնուամենայնիվ հետաքրքրությունը ծաղրանկարների հանդեպ եւ նաեւ հաշվի առնելով այն, որ ամբողջ աշխարհում ծաղրանկարի ժանրը շատ ազդեցիկ մեթոդ է հասարակական, քաղաքական երևույթներին անդրադառնալու, մարդիկ շատ սիրում են, գրավիչը կարող է շատ լավ արդյունքի հասնել։ Նման մի ծրագրի մտահղացում ունեի տարիներ շարունակ, որը կարողացանք իրագործել անցյալ նոյեմբերին, այսինքն սկսեցինք հենց կոնկրետ ծրագիր քաղաքական ծաղրանկարի մշակույթի զարգացման նպաստով, որի նպատակը շաբաթվա կտրվածքով երկրում տեղի ունեցող իրադարձություններին ծաղրանկարներով անդրադառնալն էր, նաև երիտասարդներին, ովքեր ունեն պոտենցիալ եւ հետաքրքրված են ծաղրանկարով, դասընթացների միջոցով իրենց նաև ներգրավել աշխատանքների մեջ։ Ինչքան աբսուրդ եւ հիմար բաներ են տեղ ունենում մեր երկրում երբեմն։ Դա այդ առումով Հայաստանը շատ բարենպաստ երկիր է ծաղրանկարի համար, որտեղ երկրներ կա, որ անհետաքրքիր են, այնտեղ ամեն ինչ աշխատում է նորմալ, ոչինչ չի կատարում հետաքրքիր։ Ընտրությունները անցնում են առանց աղմուկների, ընտրվում են այն մարդիկ, ում ժողովուրդն է ընտրել։ Դա արդեն մի տեսակ թեմաները էքստիկյան քիչ են։ Իսկ մեր մոտ որքասու ինչն է շատ ծաղրանկարի թեման, հենց իրենք էլ իրենց ծաղրում են, առանձնապես կարիք չի կա ծաղրանքի։ Չեմ կարող ասել ինչպես են ծնվում, երևի այդ ամբողջ աբսուրդ է, որ կատարվում է, ինքը իրան ծնում է այդ նկարները, ես չեմ չանք չեմ թափում ճիշտ ասած, մի տեսակ դժվար պատասխանել։ Ամենասիրած իմ նկարներից ամենաշատը տարածվել է մի ծաղրանկար, որը Security Dream-ի մասին էր։ Դա ես շատ եմ հավանում, չնայած պարտադիր չի, որ դա ամենալավը լինի։ Դա այն մասին էր, հիշում եք, որ Արցախի ապրիլյան դեպքերից հետո ժողովուրդը դրամահավաք սկսեց, սպուրգի դրան սկսեցին, ով ինչքան կարող է գումար տրամադրել։ Այդ ցուցակները ինձ ուղարկեցին, ես ցուցակները թերթում եմ, հետաքրքրության համար նայում եմ, եկել տեսա Security Dream, դե գիտենք Security Dream-ը ինչով է զբաղվում մեր քաղաքում, մեր երկրում։ Տեսա, որ 41,000 դրամ է փոխանցել, այսինքն մի հսկայական գումար։ Եվ այդ թեման արդեն ինքը պատրաստին մի հատ նկար էր, արդեն ես դե ոչինչ չեմ արել, ես ուղղակի նստել եմ, նկարել եմ այն իրականությունը, ինչի մեջ որ մենք ապրում ենք, այն տուգանքները, որ մենք մուծում ենք, որ գնում է 70%-ը չգիտես ուր, եւ երբ որ բարեգործության պահը հասնում է, մենք ստանում ենք 41,000 դրամ օգնություն իրենցից։